Պարոն Պետրոսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստով քննում է հայ-աքվե նախաձեռնության մի քանի անդամների դիտորդական առաքելության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Դուք ինչպես եք վերաբերում այս որոշմանը, այս հարցի քննարկմանը եւ ինչ հակափաստարկներ։ Ուրեմն ցանկալի չէր այս երևույթը ընդհանրապես, որտեղ ըստ ինձ դիտորդը լռության օրը, դրան նախորդած օրերը եւ դրա հաջորդող օրերը պետք է զբաղվի դիտորդությամբ, այն է կոնկրետ ընթացքը ստուգելու, դրա մասին հանրային հաղորդումներ ներկայացնելու, ըստ անհրաժեշտության նաեւ եթե պետք է իրավապահ մարմիններին դրա մասին տեղյակ պայծառ սրտի, հիմա հայտնվել ենք մի վիճակում, որ այս պահին էլ ես անդադ ստանում եմ մեր դիտորդական առաքելության անդամներից տարբեր խախտումների վերաբերյալ նյութեր, ֆոտո, լուսանկարներ, որոնք ոչ թե անհապաղ եմ ուղարկում, այլ սպասում եմ, որ նիստը ավարտվի, նոր տեղյակ պահեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին, որպեսզի եղած խախտումները վերացվեն եւ հնարավորության սահմաններում օրինակ վաղ առավոտյան արդեն ամեն ինչ պատրաստ լինի։ Այս պահին օրինակ ես պլանավորել էի, որ պետք է ԳՀ-ի տեսադիտարկման սարքերով հետևենք, արդյոք կահավորումը ճիշտ է, արդյոք նախորդ ընտրություններին եղած թերությունները վերացվել են, թե ոչ, օրինակ ունեմ հիմա արդեն ինձ ուղարկած նյութ, որտեղ այդքան էլ ակնհայտ չի, որ ցուցակները կախված են, նոր ստիպված եղա ներկայացնել, բայց պարզվեց կա, բայց տեսանելի վայրում չի։ Մեկ այլ տեղից էլի ստացել էի, որ տեսանելի վայրում չի, այսինքն փոխանակ բում process-ին աջակցենք, փորձենք հնարավորինս խախտումները վերացնել, մի բան էլ տարբեր դիտորդական կազմակերպություններ իրար քաշքշելով հասցրել են այստեղ, ասենց ասեմ։ Բացարձակ համամիտ չեմ, իմ ընկերները, իմ գործընկերները որևէ ուղղորդում չեն արել, նրանք ընդամենը խոսել են երկրում քաղաքական իրավիճակի մասին ու ցավոք սրտի այն մարդը կամ այն կազմակերպության ներկայացուցիչը, որ ներկայացրել է հենց այդ բողոքը կամ դիմումը, դրա իրենից ավելի շատ որևէ մեկը դրա մասին չի խոսում, մասնապես զարմանալի է, այսինքն այն մարդը, որ դիտարկումն իր ամբողջ ընթացքում, աշխատաժամանակը տրամադրում է նախկին իշխանություններին բողոք կատարված սխալները բարձրաձայնելու մասին, այլ առաքելություն չենք տեսնում ուղղակի, չնայած ինձ շատ հետաքրքրել չի իրենց առաքելությունը ինչի մասին է այլ դեպքերում, եւ հիմա ես ստիպված եմ եղել սկրինշոթերը պահեմ մոտս, որպեսզի հանձնաժողովին այդ հարցերը տամ, ոնց է լինում, որ օրինակ Դանիել Լիոնիսյանի կամ Արթուր Սակունցի, որոնք նույնպես իմ նման դիտորդներ են, նույն իրավունքի ուժով ամբողջ օրը քննադատում են Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Նարեկ Կարապետյանին, Սամվել Կարապետյան եւ հիմա իրանք բողոք են ներկայացնում, որ իմ ընկերներից մեկը գործող իշխանությունը X թեմա է, բայց ոչ վաղար շաբաթի ընտրությունների հետ կապված քննադատել է։ Հետևաբար այդ հարցը կտանք, այդ դեպքում թող կարծում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր դեպքում եթե կարգապահական ինչ-որ տույժեր կիրառի, պետք է նույնությամբ է կիրառի իրանց դեմ, որովհետև օրենքը պետք է կիրառվի բոլորի հանդեպ։ Շեշտեմ, որ ես նախկին որևէ նախագահի կամ այլ քաղաքական ուժեր չեմ ներկայացնում, ես հայ-աքվե ազգային քաղաքացիական միավորումից եմ։ Այսինքն դուք հիմա պատրաստվում եք ինքներդ ներկայացնեք խախտումների։ Ըստ ընթացքի, քանի որ չգիտենք ինչ հունով կգնա, ել չեմ խոսում, որ վարույթին սովորաբար որոշակի պատշաճ ժամանակ են տալի, որպեսզի մարդիկ պատրաստվեն, որի մասին ես այսօր իմացել եմ ցերեկը երևի 2-3-ի կողմերը, չեմ կարող հստակ ժամը ասեմ, մոտավորապես եմ ասում, այսինքն նյութերին դրանից ավելի ուշ ենք ծանոթացել, 3-ից հետո եմ հաստատ ծանոթացել, պատրաստվելու հնարավորություն չենք ունեցել, ողջամիտ որևէ ժամկետ չկա, հիմա տեսնենք ոնց է ընթանում ընթացքը, խնդիր չունենք, կպատասխանենք, ըստ անհրաժեշտության կներկայացնենք, չնայած ըստ ինձ, նույնիսկ եթե իրանք քննադատում են նախորդ իշխանություններին, որևէ կերպ չեմ կարող երևակայությունս այնքան բարձրացնեմ, որ տեսնեմ, որ դա կարելի է կապել վաղար շաբաթի ընտրությունների հետ։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամեն դեպքում որոշում կայացնի ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը կոնկրետ դիտորդների, բողոքարկման ժամկետ լինում է, ունենում եք, այստեղ խնդիր չեք տեսնում։ Այդ եմ ասում, մենք չենք հասցրել նույնիսկ պատրաստվենք, ու նման
Ամեն դեպքում դատարանով հաստատ կվիճարկենք, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը իմ հիշելով չունի նման դրույթներ օրենքի մեջ, ապա դատական կարգով կփորձենք բողոքարկել։ Ցավալին նաև ժամկետը բաց կթողնենք եւ այն էլի եմ ասում, այն որ հիմա ես պետքա վաղ շաբաթում լինեի, մոնիտորինգ անեի։ Իմ գործընկերները այս պայն այդ աշխատանքը կատարում են, անընդհատ ինձ նորություններ ուղարկում են, որտեղ ինչպիսի խախտումներ է։ Մենք սովորաբար նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նախորդ ընտրություններին գործընկերային հարաբերություններ ենք ձևավորել, այսինքն հանրային վերահսկողության ինստիտուտը կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեմ չի որ լինի, մի բան էլ աջակցում են, նույն ուղեցույցներն են մեզ տրամադրել, հա։ Մենք էլ միշտ հենց հնարավոր մեր կարծիքով խախտումը տեսնում ենք, անմիջապես տալիս ենք եւ անկեղծ պիտի լինեմ, հիմնականում բոլորը վերահսկվում են տեղում, րոպեների ընթացքում։ Այս դեպքում այն ժամին, որ ես հիմա պետք է իմ գործը անեի, փաստորեն եկել եմ նստել եմ այստեղ, արդեն 2 ժամից ավել է, դեռ չգիտենք էլ քանի ժամ կտևի այս քննարկումը։ Հայակվեից կոնկրետ քանի դիտորդի Դիտորդի անուն է տրվել Ցոլակ Հակոբյանի, Արմեն Մանվելյանի եւ Մենուա Սողոմոնյանի, նրանք հենց այս պայն ակտիվ են, հենց այս պայն վաղար շաբաթում են, հենց իմ ասած խախտումներից մեկն է, որ ցուցակները չեր երևում, հետո կայի այդ ընդհանուր աշխատանքի արդյունքում պարզեցինք, որ կա ուղղակի շատ խորնադրած, պարոն Մենուա Սողոմոնյանն էր ինձ հայտնել, տեսաերիզն էլ ուղարկել էր, ցույց տվեցի, այս մի քանի րոպեի ընթացքում իրանք արդեն հայտնաբերեցին ու ասացին, որտեղ է փակցված։